Բերքահավաքի աշխատանքներին զուգահեռ հանրապետությունում հերկի ու ցանքսի աշխատանքներն են ընթանում, արդեն հերկվել է 24300 հեկտար տարածք, գյուղատնտեսության փոխնախարարը նախորդ տարվա համեմատ դրական տեղաշարժն է արձանագրում։ Նախորդ տարվա մակարդակին ենք երևի մի քիչ ավել ենք այս տարի, սակայն ոչ բոլոր շրջաններում են, որ նորմալ տեմպերով այդ ձևի շարունակում հերկի աշխատանքները, նշեմ, որ կոնկրետ Հադրութի շրջանում եւ Քաշաթաղում այնքան էլ վիճակը լավ չէ։ Աճի տեմպերն ավելի նկատելի են ցանքսի մասով, այս պահին հանրապետությունում 2700 հեկտարից ավելի ցանքս է իրականացվել։ Նախորդ տարվա մակարդակը մոտ ավելի քան 50%-ով գերազանցում է ցանքսի առումով։ Հողօգտագործողներին պետական օժանդակությունն այս տարի էլ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խողովակներով կտրվի։ Հիմնադրամի ներկայացուցիչը հստակեցնում է, աջակցությունը կտրվի նրանց, ովքեր այս պահին հիմնադրամի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ չունեն։ Ով որ պարտավորություններ ունի հիմնադրամին, այդ մարդկանց չի աջակցվում, մինչև չմարեն ոչ մի աջակցություն հիմնադրամի կողմից չի լինելու։ Կշարունակվի առևտրային բանկերից ներգրաված գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը, դա վերաբերում է բոլոր վարկառուներին գյուղատնտեսության բոլոր ոլորտներից։ Հիմնադրամի կողմից տոկոսադրույքի 9% սուբսիդավորում է հիմնադրամը։ Կոնկրետ աշնանացանի մասով հիմնադրամն աջակցում է պարարտանյութերի եւ դիզվառելիքի ձեռքբերման հարցում։ Մոտավորապես 10-ից 20% սուբսիդավորում է պարարտանյութերի մասով։ Տրամադրում է դիզվառելիք, որը գնվում է հիմնադրամի կողմից 470 դրամով, իսկ տրամադրվում է հողօգտագործողներին 350 դրամով։ Պարարտանյութի սուբսիդավորման ծրագրում ընդգրկված են ինչպես հողի սեփականատերերը, այնպես էլ վարձակալները, իսկ հա դիզվառելիքի ծրագիրը կտարածվի միայն սեփականատերերի եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալների վրա, սահմանափակում կա նաեւ տրամադրվող ծավալներում։ Հեկտարին տրամադրում է 60 լիտր դիզվառելիք, ոչ ավել։ Համապատասխան հայտերն արդեն ներկայացվել են, հիմնադրամի ներկայացուցիչը պահանջարկը եւ արդեն տրամադրված ծավալներն է ներկայացնում։ Այս պահի դրությամբ 900 տոննա դիզվառելիք պիտի տրամադրվի հողօգտագործողներին, արդեն տրամադրվել է 322110 լիտր դիզվառելիք։ Այն ինչ կախված չէ հիմնադրամից եղանակն է, որը գյուղատնտեսության փոխնախարարը այս պահին բարենպաստ է համարում։ Աշխատանքների տեմպերը Կարեն Աղաջանյանը բավարար է գնահատում, բայց եւ նախորդ տարիների փորձը հաշվի առնելով ավելորդ չի համարում հողօգտագործողներին եւս մեկ անգամ նախազգուշացնելը։ Ցավոք սրտի մեր մոտ ցանքսի աշխատանքները միշտ էլ ձգձգում են եւ մարդիկ ավելի մեծ եռանդով սկսում են ցանքս կատարել հատկապես ձմռան ամիսներին, նոյեմբերի վերջին, դեկտեմբերին, սակայն ցանքսի լավագույն ժամկետները հիմա է մինչև նոյեմբերի կեսերը, ոչ ուշ։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։